Այսօր Լորոսյան օր է, օրենքով արգելված է քարոզը, արգելված է հակաքարոզը, նաև վաղը, եւ ես որոշել եմ վաղը գովել Փաշինյան Նիկոլին, որովհետեւ անպատիժ կմնամ, քանզի քարոզը նրա օգտին դա ջին բան է, այսինքն սրանք ուշադրություն չեն դարձնի, եւ իսկ այսօր գովեմ հայ ժողովրդին, առանց որևէ քարոզի նշվելի, ուղղակի կգովաբանը։ Անցած տարի 97 տարեկան հասակում մահացավ 20-րդ դարի ամենահանճարի մարդկանցից մեկը, Ջեյմս Ուոթսոնը, մահացավ ծերանոցում, այս տարվանի չկավորության մեջ, եւ այդ հաճարի մարդը ինքն իրեն հասցրեց այդ վիճակին, որովհետեւ գիտության ծառա էր, բարեպաշտ, պարտքերտ անձնավորություններ ծառայում էր սրբորեն իր գործին։ Ուրեմն Ուոթսոնը բիոքիմիկոս է, 62 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ, ուրեմն за открытие, касающееся молекулярной структуры нуклеиновых кислот, այսինքն DNT-ի, որը մենք ավելի լավ գիտենք որպես DNK ռուսերենով, մոլեկուլային ստրուկտուրայի կառուցվածքի վերաբերյալ հայտնագործություններ է արել, ապացուցել է, որ այդ ինֆորմացիան, այդ նուկլեինային թթուների սերունդից սերունդ է փոխանցվում, հետևաբար նաև հիվանդությունն է փոխանցվում, դրանից հետո սկսեցին գենետիկ ծագում ունեցող հիվանդությունները բուժել եւ այլն, ինչեւ հսկայական գործարանի մարդկանց համար։ Բայց 2007 թվականին շնորհիվ իր մի հայտնագործության նրան բոմժացրին Ամերիկայում, ուրեմն սա ապացուցում է մոլեկուլային հիմքի վրա, որ նեգրները մեզնից բուծ են, նրանց ինտելեկտը մեր ինտելեկտին շատ զիջում է։ Նորից եմ ասում, այդ մարդը սա մոլեկուլային հիմքի վրա է խոսում, սա կենաց չի ասում, ինքը ռոմանտիկ չի, գիտնական մարդ է։ Հələ այդքան բանը հայտնաբերելա հերիք չէ, խոսում հարցազրույցներ է տալիս։ Եվ Times ամսագրում այդ հասարակից հետո սրան հեռացում են աշխատակից։ Հեռացում են։ Այս մարդը ըստ ամենայնի հայտնվում է ծանր կաստյան մեջ, ինքը ղեկավարում էր տասնյակ լաբորատորիաներ, տասնյակ գիտական կենտրոններում խորհրդի անդամներ էր, զերգվում ամեն ինչից։ Նեգրին ասում է, որ նեգր է, դե արդեն չեղավ էլի, դե մի ամերիկան էս է այսօրվա, պոլիտկորեկտությունը դա է։ Հարցադրություն ինչ էր ասել։ Ասել էր հետևյալը։ Ես ընդհանրապես շատ վատ հեռանկարներ եմ տեսնում Աֆրիկայի համար, որովհետև մեր ոչ սոցիալական քաղաքականությունը կառուցված է այն փաստի վրա, որ նրանց ինտելեկտի մակարդակը նույնն է, ինչ մերը։ Այնինչ բոլոր հետազոտությունները ապացուցում են հակառակը։ Այս գերամալ այդ մարդու հեն անեցին։ Ինչ է անում հետո վաճառքի անում իր Նոբելյան մեդալը, դե քանի որ ինքը պոլիտկորեկտությունը դանդաղ բան է, չէ, աստվածաշնչից հարգված բան է։ Նրան ռուս-ուզբեկ միլիարդատեր Ալիշեր Ուսմանով, այդ հայերը իրան լավ գիտեն իրա կնոջով, հատկապես հայկաներք են դրա կնոջը շատ սիրում, Իրինա Վիները անուսինը։ Ալիշեր Ուսմանովը սրա մեդալը գնում է Սոթբիսից եւ վերադարձնում է Իրան։ Ասում է, բայց կգաս Մոսկվայի ակադեմիայում կստանաս, այնե որ խանում տևած զավտանը, մեր ինչ ծղայի դու Ամերիկայում ոչ ոք չֆայմես, դու ֆայմես, դու հետեքներ եք, այդ մարդը ֆուֆլոյի կարգավիճակ ունի Ամերիկայում, որ ամերիկյան միլիարդատերը 4 միլիոն 100,000 դոլար սրան նվեր կտա։ Բայց այն նվեր էր, չէ՞, եւ այդ փողը ստացավ 4 միլիոն 100,000-ը Ալիշերի Ուսմանովի վճարած եւ մեդալ է ստացավ։ Ինչեւ է, ռուս-ուզբեկը փրկեց ամերիկյան հանճարին, որը ամերիկացիք դարձել էին իզգոյ։ Հիմա ինչի համար եմ ես այսօր խոսում Ուոթսոնի մասին։ Ուրեմն նրա հանճարել յուտերից մեկը, որի մասին էլի չի խոսում, որի վրա տաբու է դրված, այն է, որ հիմարությունը դա հոգեկան հիվանդություն է։ Այսինքն էլի ինքը ապացուցել է
մոլեկուլային հիմքերով, ատոմներով, այնտեղ նեյրոններով, պրոտոններով, դե նա ես մասնագետ չեմ, շատ չխոսեմ այս մասին, բայց փաստացի մոլեկուլային հիման վրա ապոստելա հիմարությունը հոգեկան հիվանդություն է, իսկ հիմարների 10%-ը բուժել է պետք, որովհետև դրանք վտանգավոր են։ Ես սենց եմ պատկերացնում Watson-ի այդ հիմարների տեսությունը, որ հիմար պարտադիր չի դեգեներատ լինի, ունես կապելու գիժ կամ բան, չէ։ Հոգեկան հիվանդ հիմարը դա կարող է պրոֆեսոր, ես պրոֆեսոր լինի, ես պրոֆեսոր եմ ճանաչում, որը աշխարհում շատ քիչ անալոգ ունի, շատ քիչ։ Պետական կոնսերվատորիայում ամենը չեմ ուզում։ Օրինակ, որը սենց բան է ասում։ Իդեպ ասեմ այն մարդը, որի մասին խոսում եմ, աշխարհում այսօր այդ իր ոլորտում չես գտնի 15 հատ մասնագետ, իր մակարդակի։ Մեկն ինքն է։ Օրինակ ասում է, թե պատերազմից հետո Սերժի ու Ռոբերտի պարտություններ Նիկոլը Տուտնի պրիչոմ, եթե բանակը չլավեին, չթալանեին, չէինք պարտվի, իսկ երբ հարցում ես, թե լավ, բայց թալանված, այդ քայքայված բանակը, որ անտրուսիկ դաժե չուներ Ալեքսանյան Վահագի պես տղեն առանց տրուսիկա 2 տարի քաշեք է Սիմոնյան Ալենեսովացը մնաց է եւ այդ ամեն ինչի իհարկե մի չեն ասում որ Մեկոնյան գագոնա արի, չէ։ Այն գալման, որը բանը εμείς սրանց դեպուտատն է, ուժեր գեներալը, որի տղեն է Կլուշնիկը, որը ուզում էր ասում էր, չէ, Պուտինի ետևում կփակեմ, կկալանավորեմ, թող մենակ Գրիգորյանի Հայաստան գա։ Երբ հարցում ես այդ պրոֆեսորին, որը աշխարհում իրան 15 հատ անալոգ ունի, լավ, 16 թվին, նույն պատերազմը, նույն պերիմետրով, նույն ուժնդությամբ սկսվեց, 4 օրից ինչի թշնամին գնաց բան արեց, խաղաղություն մուրաց։ Ուղեղը կախում է, ոնց որ կամպյուտերը կախում է, բայց կամպյուտերը որ կախում է, փրկություն կա, կարաս restart տաս, աշխատեցնես, սրանց ում է որ կախում է, բան չկա։ Հիմա հիմարները հետ են։ Եվ դրանք ծայրահեղ վտանգավոր են հանրության համար, բոլորիս համար։ Այդ հիմարների ցանկում կարելի է նշել Ախուրյացի և Բոզանոյին, Փաշինյան Նիկոլի նվիրյալ ԲՏՌ-ին, այն նրանց, որ ասում են բանը, 5 հատ երեխա է թուրքը գա 5 երեխից մորտի, ես մեկա Նիկոլի հետ եմ բան, այդ պրոֆեսորին, որ ես հիշատակեցի, շատ առաջին հայացքից նորմալ մարդկանց, դրանք բոլորը լուր բուժման կարիք ունեն, լուր բուժման, որովհետև դրանց ընտրությունը կործանիչ է, ոչ թե մեր քաղաքակրթության համար է կործանիչ։ Իմ շրջապատում շատ են բուժման կարիք ունեցող հիվանդները։ Կրթված, տեսնում ես, կրթված կինա, բոյով, բուսատով, տեսքով, բանով, ես կոմենքում, ասում է բանը, գիտական աստիճան է ունի, ասում է վեապարին պետք է բան անել, հեռացնել քվեարկությամբ հանրաքվեով հեռացնել։ Լավ է, վեապարով Հայաստանի վեապարն է, որ հանրաքվեով հեռացնել, տարական հարցեր են հասկանում եք։ Այդ մարդը Հայաստանի կաթողիկոս է աշխատում, ամենայն հայոսն է, չէ, ինքը վերազգային ինստիտուտ է ղեկավարում, աշխարհի ամենահին ինստիտուտն է, դու ով ես քո Հայաստան հալով, քո չենտերլով Հայաստան հալով, որ բանը, դու ամենայն հայոց կաթողիկոսի հարց որոշես։ Այն դեպքում, երբ աշխարհում աշխարհի հայերի 25%-ն է ստեղ չի աղում։ Կարծում եմ նոր իշխանությունը, եթե ուզում է այս ազգին փրկել իրենից, այսինքն ազգին պետք է փրկել ազգին, պետք է հիմարությամբ զբաղվի, պետք է նախ ընդունի Watson-ի հիմարների տեսությունը, դե սա ապացուցված բան է, սա ոչ ոք չի կարող հերկել, դա ոնց որ ասես, թե ջրի ֆորմուլան H2 on չէ, ուրիշ բան է, մարդը ապացուցել է, զորով չի, գնացեք ուսումնասիրեք,
Եվ պետբյուջեի հաշվին պետք է զբաղվել այս հարցով։ Հիմարության դեմ պայքարը, հիմարության բուժումը, դա պետք է հռչակվի առաջնային ազգային անվտանգության խնդիր։ Լրջագույն մարդիկ, ես մի քանի օրինակով բերեցի, թե ինչեր են խոսում, ինչեր են անում, եւ դրանց խոսքը գործ է դառնում, չէ՞։ Ընտրության օրերը դրանք գործում են։ Դրանք քաղաքականապես ակտիվ են, միտինգների են գնում։ Ես նոր երկու կրթված լուրջ անձնավորության մասին խոսեցի, որից մեկը աշխարհում ունի իրպես մի 15 հոգի, ոչ ավելին, ասում է, ապացուցում է, էլի որ պատերազմը պարտվել է Սերն ու Ռոբերտը, այն մյուսները ասում է, թե համազգային հանրաքվեով պետք է վերապարտն հեռացնենք, գիտական աստիճան ունի, հիմա դոկտորականի վրա է աշխատում։ Լավ, տաքսի օրոստից ինչ պահանջես, կանաչի վաճառողից, մսավաճառից ինչ պահանջես։ Հետեւածիտ մտավորականության շատ զգալի մասը հոգեկան հիվանդ է, հիմար է։ Պետք է նոր վարչապետի հետ հանդիպել, բացատրել, խնդիրը ներկայացնել, համոզել, որ սա իրոք հիմարների այս քանակությունը, այս քանակը հայ ժողովրդի մեջ իրոք լրջագույն սպառնալիք է հայ ժողովրդի համար, լուրջ սպառնալիք է։ Եվ այս սպառնալիքի պտուղները մենք մեր կաշի վրա զգում ենք։ Ինչևէ, հուսով եմ օրենք չխախտեցի այսօր, խոսեցի հայ ժողովրդի դիագնոզի մասին, որը կա, ուծն է ասում, ես չեմ ասում, և այս ժողովրդին իրոք բուժել է պետք, բռնի ուժով, ընտրություններից հետո նոր վարչապետին պետք է բացատրել, համոզել, որ հիմարները ազգային անվտանգության սպառնալիք են, և նրանց պետք է բուժել։ Թե ոնց արդեն ուծնը ամեն ինչ արել է, նրա գործը կա, պետք է ուսումնասիրել, գնալ Ամերիկա, նրա լաբորատորիաները, նրան են աշխատանքից հեռացրել, նրա լաբորատորիաները բան չեն արել, չեն փոշիացրել, ամեն ինչը կա եւ այդ բուժման եղանակները կան։ Պետք է իրոք շատ լուրջ զբաղվել այս հարցով։ Վաղը ես մտադիր եմ Փաշինյան Նիկոլի քարոզն անել, առանց սարկազմ եմ ասում, առանց կատակ։ Իրոք ես անելու եմ վաղը դրա քարոզը, հուսով եմ ինձ պատասխանատվության չեն ենթարկի, որովհետև Փաշինյան Նիկոլը Սամվելը Կարապետյանը չի կամ Ռոբերտ Քոչարյանը, նրան ամեն ինչ կարելի է, նա Աստծո ընտրյալն է, նա ամերիկյան ընտրյալ է, ժողովրդապետ Փաշինյանը։ Ինչևէ, վաղը կհանդիպենք, հիշեցնում եմ, որ բաժանորդագրվեք իմ տելեգրամյան և յութուբյան ալեքներին, մինչ վաղը։